տենց ա եղել խորհրդային ժամանակ, երբ որ ամեն հաջորդ սերունդը ներքաշել է այն ամբողջ գիտելիքը, փորձել է կայանալ, մեծերն էլ օգնել են ավելի երիտասարդներին, ավելի վստահ զգալ ու շարունակել իրենց աշխատանքը։ Այսօր այդ թելը կտրվել է։ Ու մենք ունենք ուսանողներ, որոնք որ գուցե կուզենան դրանից է բխում այդ շատ տարօրինակ երևույթը, երբ որ դու մարդը նոր համալսարանը ավարտել է, սկսում է դասավանդել։ Ախր դու բան չգիտես, դու ի՞նչն ես դասավանդում։ Ոչ կյանքի փորձ ունես, ոչ կայացել ես որպես մասնագետ, հոպ դասախոս է դառել ինքը, երեխա է 20 տարեկան։ Ինքը սկսում է ի՞նչն ես դասավանդում։ Դա էլ է այդ ոնց որ էլի լակմուսային թուղթը ինչա կատարում կրթական համակարգի մեջ, որտեղ չկա շատ կերպարվեստի դեպքում ակնհայտ երևում օրինակ հայտնի Ռեպինի ինստիտուտը, որ արվեստի ակադեմիան է Ռուսաստանում, մինչև այսօր այդ ապահովում են այսինքն սերունդից սերունդ փոխանցվող գիտելիքը, իրանք ձի են ուզում նկարան, ձի են բերում, իրական ձի են բերում, նստում են ուսանողները ձի անատոմիան ուսումնասիրում եւ այլն։ Իրանց մոտ այդ թելը չկտրվեց, իրանք այդքանով համարեցին դա կարևոր։ Իսկ մենք բաց թողեցինք, ասացինք ինչ եղավ, եղավ էս։